կուզենամ մի քիչ այս խոսմունքներից կարդամ։ Եվ այս խոսմունքները գալիս են Հայտնություն 2։ Նրանք, որ հաղթանակով ապրում են այս կյանքը, այսինքն կոմպրոմիսի չեն ենթարկվում, իրավունք է տրվում, որ կյանքի ծառի պտուղից ուտեն։ Այո, Հայտնություն 2:7-ն է։ Հայտնություն 2:11 նրանք, որ հաղթանակով են վերջացնում, հաղթահարում են, երկրորդ մահն իրանց չի ազդի։ Հայտնություն 2:17 նրանք, որ հաղթահարում են, երկնքից մանանա կտրվի իրանց, եւ սպիտակ քար իրանց կտրվի, եւ իրանք կստանան նոր անուն այդ քարի վրա։ Եվ ասում է, որ նրանք, որ հաղթահարեն, Հայտնություն 2:26-ն է, Քրիստոսի հետ կթագավորեն։ Ամեն։ Քրիստոսի հետ թագավորեն։ Հայտնություն 3:5 նրանք, որ հաղթահարեն, սպիտակ հանդերձներ կստանան, եւ իրանց անունը կլինի կյանքի գրքի մեջ։ Եվ այս մասը շատ սիրում եմ, ասում է, որ Հիսուսը ռեշտակների եւ Հայր Աստծո առջև կդավանի իրանց անունը։ Ինչքան զարմանալի բան է։ Մենք ով ենք, որ նա մեր անունը դավանի, բայց ասում է, այսպես հարգանք է։ Ասում է, ես կդավանեմ նրանց անունը, որ հաղթահարեն մինչև վերջ։ Հայտնություն 3:12 նրանք, որ հաղթահարեն, իրանց կդարձնեմ սիուն Աստծո տաճարի մեջ։ Սիուն։ Այսինքն անընդհատ Տիրոջ ներկայության մեջ կլինենք իր տաճարի։ Հայտնություն 3:21 ասում է, որ նրանք, որ հաղթահարեն, կնստեն Քրիստոսի հետ իր գահի վրա։ Ամեն։ Ինչքան զորեղ բաներ է Տիրոջ խոսքն ասում, եւ ինչ զարմանալի Տեր ունենք։ Եվ Հայտնություն 21:7-8 հետեւյալ խոսքն ասում, որ նրանք, որ հաղթահարեն, կյանքի ջուրը իրավունք կտրվի, որ իրանք խմեն։ Եվ իրանք նույնպես կկոչվեն ալֆա եւ օմեգայի երեխաները։ Երեխաները կկոչվեն ալֆա եւ օմեգայի։ Իրոք սիրելիներ, այս Տիրոջ ծրագիրն է։ Տերը օրիգինալ հաղթահարողն է։ Եվ ուզում է, որ մենք էլ նույնպես հաղթահարենք եւ հաղթանակով այս կյանքն ապրենք իր համար։